չոկոնի սերմերը հանենք, ցանենք, մեծացնենք։ Այնքան մեծ լինի, որ մեր ամբողջ ծաղկաշենին կերակրենք։ Գիտես, այ մարդ, սիրտս Բեմը սիրել է հույսի տիկնիկները, մի ծրագիր, որ դեռ նախորդ տարվանից 44-օրյա պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած 5 զինվորների ներգրավեց նոր հետաքրքրության մեջ, նպաստելով թե նրանց զբաղվածությանը, թե նոր հմտությունների զարգացմանը։ Եթե նախորդ տարի այն դեռ սաղմնային փուլում գտնվող նախաձեռնություն էր և նախատեսված էր ընդամենը 1 ամսվա համար, ապա այսօր արդեն հստակ է, ծրագիրը ոչ միայն շարունակվել է, այլև դարձել է կայուն և պարբերական մշակութային գործընթաց։ Հիշեցնենք, գաղափարը Բոստոնից Գյումրի էր բերել նկարչուհի Սեդա Մաթևոսյանը, ում հաջողվել էր ոչ միայն սկզբնական փուլում իրականացնել ծրագիրը, այլ նաև ապահովել դրա շարունակականությունը անգամ օվկիանոսից այն կողմ։ Հույսի տիկնիկներ ծրագիրը թևակողել է նոր փուլ, Սեդա Մաթևոսյանը եկավ, այս ծրագիրը իրականություն դարձրեց, տիկնիկագործությունից, տիկնիկային թատրոնից, ընդհանրապես գաղափար չունեցող մեր տղաներին, ովքեր զենք բռնելուց բացի երևի ուրիշ ոչ մի բանով դեռևս չէին հասցրել զբաղվել, սովորեցրեց տիկնիկագործության արվեստը, սովորեցրեց ժպտալ ու ամենակարևորը ժպիտ պարգևել։ Նրա գնալուց հետո, ճիշտն ասած, մի պահ և տղաների մոտ, և ինձ մոտ որպես ծրագրի համակարգող, մի պահ ոնց որ սկսվեց տարակուսանք, թե կարող ենք արդյոք շարունակել, բայց օվկիանոսն էլ չխանգարեց Սեդային, որ մեզ նորից համախմբի, միավորի ու մենք նորից սկսեցինք մեր գործունեությունը։ Այս անգամ Գյումրիում էր հերթական ներկայացումը, առհասարակ դրանք իրականանում են տարբեր աջակիցների շնորհիվ, այս անգամ ամերիկահայ կոշկակար Հակոբ Խանթյանի աջակցությամբ։ Այս ամսվա մեջ մեր երկրորդ ներկայացումն է, տղաները նորից նույն ոգևորությամբ գալիս են, նույն ոգևորությամբ շփիթներ են պարգևում, շնորհակալ ենք բոլոր բարերարներին, շնորհակալ ենք Սեդա Մաթևոսյանին, շնորհակալ ենք Մարգարիտա Ավետյանին, շնորհակալ ենք այսօրվա հովանավորին, ով կարողացավ հովանավորել այսօրվա օրը և իրականություն դարձնել և տեսակ 100-ից ավելի երեխաներ ինչ ուրախություն ապրեցին, ինչ շփիթներ ապրեցին, դա կարծում եմ ամենակարևորն է։ Ծրագրի էությունն այն է, որ 44-օրյա պատերազմի մասնակից զինվորները սովորեն տիկնիկագործություն, ստեղծեն բեմական կերպարներ, երաժշտություն և միասին կյանքի կոչեն պապն ու շաղկամը հեքիաթի բեմադրությունը։ Այս ներկայացումը հետագայում սկսեց շրջել համայնքներով, վերածվելով ոչ միայն մշակութային, այլ նաև վերականգնողական նախաձեռնության։ Ծրագիրը տևեց 1 ամիս ու կրեց շարունակական բնույթ, ամենաառաջինը լավ մարդկանց տվեց ու որը շարունակվի ընկերություն, հարազատություն, նոր հմտություններ ձեռք բերեցինք, բացահայտեցինք մեր մեջ նոր հմտություններ, ես ինձ вообще չէի պատկերացնել տեխնիկագործության մեջ, բայց բացահայտեցի։ Երևի թե ամենամեծ ձեռքբերումը դա շրջապատ, նոր ընկերներ, լավ մարդիկ, լավ ծրագիր է, շատ կուզենամ, որ շարունակական լինի, կարելի ասել բոլորս սպասում ենք Սեդա Մաթևոսյանի վերադարձին։ Պատերազմի մեջ գտնվելով ճիշտ չէի մտածել այդ ուղղության մասին, որ կարող է միամիտ ժպիտ կարող է հայտնվի մեր դեմքերին, հա, տեսնելով այդ ամեն ինչը, այդ իրավիճակը, ու մի հատ լույս կարելի է ասել, որ ասենք փոխեց մեր կյանքը, էլի, մեր միջավայրը, ու ասենք մենք կրնացանք ժամանակի ընթացքում ամեն ինչի հետ մերվեինք։ Տղաներն այսօր են արձանագրում, թե որքան դրական փոփոխություն է բերել բեմը ու ժպիտներ պարգևելը։ Այսօր հույսի տիկնիկները ոչ միայն արվեստի նախաձեռնություն է, այլ նաև սոցիալական վերականգնման օրինակ, որտեղ պատերազմից վերադարձած զինվորները բեմում վերագտնում են իրենց վստահությունը, ստեղծագործելու հնարավորությունը և նոր կյանքի հեռանկարը։ Հենց տիկնիկները, որը նոր մենք կշարժենք, կօգտագործենք մեր կյանքում, հա, հիմա նոր կյանք է տվել մեզի երեխեքի ժպիտի հետ մեկտեղ։ Տպավորությունները շատ լավ էր, մենք բեմի հետևում լսելով երեխաների ձայները, իրանց հետ մենք էլ ուրախանում էինք, զվարճանում եւ ամեն ինչ անում էինք, որ երեխաները ուրախանան։ Սեդային անսահման շնորհակալ ենք բարևներս, հարգանքներս, շնորհակալ ենք այն այս ծրագրի համար, նոր մարդկանց համար, ընկերության համար, շատ ջերմ էմոցիաների համար, շատ կարոտել ենք ու սպասում ենք գալու։ Աջակիցների հետ շարունակական համագործակցությունը միասնականության գաղափարը կրող ներկայացումը կհասցնի նաև այլ համայնքներում բնակվող հանդիսատեսին։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի պատվիրակմամբ Հայաստան այցելած ամերիկյան ICOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան մեկնարկելու թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Ընկերությունը ներկայացրել է փոխվարչապետին իրենց կողմից մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ իրականացվող աշխատանքների հիմնական ուղղվածությունը եւ ակնկալվող արդյունքները։ Փոխվարչապետը շեշտելով թրիփ նախաձեռնության նշանակությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնման տեսանկյունից կարևորել է իրականացվող աշխատանքները եւ ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները, ընդգծելով Հայաստանի Հանրապետության տարածքով բեռների եւ ռեսուրսների տարանցման մեծ ներուժը։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ հասարակական կազմակերպության գրասենյակներից մեկի ղեկավարը ազգային ժողովի ընտրությունների ընթացքում համապետական ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու պայմանով ընտրելու իրավունք ունեցող մի շարք քաղաքացիների տվել է ընտրակաշառք։ Բացի այդ, նույն անձը ազգային ժողովի ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը բարեգործության անվան տակ ընտրող հանդիսացող Երևան քաղաքի բնակչին վիրահատության համար անհատույց տվել է գումար։ Ոնց է սովորական ախպեր, ասի տենամ այսօր անձի տենալ ես, թե չէ։ Կյանք չէ, այսօր ես ոնց կտենամ ախպեր, ղրգելու են նոր կյանք, մեզի միջով ամսի 3-4-ն են ղրգում, էլի։ Փոխանցում են քարտի, բանկից ստանում են, ղրգեն կտամ նա 100 Ախպեր, բա ասում էր անցի 28-ին են փոխանցում, ինչ են։ Արա դու ախպեր ես, մի դերո ջան, հորս սարև ընկե դունձի թազա բաներ ես ասում, որ ես առաջան ես ոնց կասեմ 28-ին են փոխանցում, եթե հորս սարև մինչև ամսի 3-4 են ախպեր։ Նա մինչև ամսի 5-ը ախպեր հորս սարև հանգիստ էլի կտամ, կարող է շուտ է տամ հորս սարև։ Շուտ ասա ախպեր, հանգիստ եմ արա Չէ, մինչև 5-ը կյանք չան կտամ, էլի ձևը լի շատ է տալու, թելով շատ կտամ, բրատ։ Բայց 100-ը ախպերս հաստատ կտամ։ Արա ախպեր, որտև ես ամիս չեն կծե։ Ես ազգանը են տալու։ Եկյատ կվես գնում Ամերիկա։ Կյանք մինչև 3-4-ը փոխանցելու են, հորս սարև գրգելու եմ 100։ Արա հերիկա որ թողնես կարաս է։ Արա շանքիտ ներնեմ հորս սարև էլի 10-ով կե կանդե անելու բաներ կա ախպեր հորս սարև այդ շտաբը ով բան չի ախպեր ձրի չենք պահում հորս սարև կյանք ասել եմ ամեն ամիս 100-ով տալու եմ 7-ը տալիս եմ ընկեր հորս սարև մի հատ շուտ ուրիշ փող տնի հորս սարև մի հատ 100 էլ հաստատ կտամ եղո ջան պետք է հաստատ Մեծ 100 ընկեր մինչև հորս սարև 3-4-ն են փոխանցում ընկեր հորս սարև այն անդու հետում անդուին էլ է փոխանցում հորս սարև ընկեր այն օրը մենք ենք պատժ կարան այդ 200,000 գրեֆ են կարևոր բանը լի այդ օպերացիան էլի ես էս մեր 10-ով կով արի ախպեր Երյանից գրեֆ արինք Այրամ դեղա այդ բանը փողը Որը 200-ը 1.80-ը մամային է Շլավո Առավոտն է պետք է հիմա շուտ է պետք Չէ, վաղը Սա դե մոտս է, հա, Դեն Ալոնայից երեկը կասեմ Դո կյանք դե նայ Ոչ եմ էտի մոտս է, եթե շուտ է կարամ գրգեմ Չէ, դե մեկա քարտին չես կարող գցես, չէ Հա Չէ, ոչինչ, առավոտ կգամ կվերցնեմ Սա տուն եմ էտ հալու էլի մեկ, ահա էտ Անին կասեմ, որ վաղը կբերեմ կտամ կսպանեց իր այդ կողնազով Դե ոչ եմ էտա Կյանք անես Լավ կա Լավ Ալո Ան, բա ուր ես Եկածով սուզի հետ ծալտանը Բանը փող տայի քեզ ախպեր Հեսա գամետյան ուզում է ծալտանը Դե արի մեր պաջիս տեմը գաշ շուտեցանք իրավետ մեր պաջիս Հա, կար Բա ինչ կա, բալուս Բանս կար ջան, արեն կա խարն եմ ապրել, բանկի 10-ով կենում Բաս Ատ էդ բան ապրել Հորասնև ամոտ հապկողից, եթե դες մեկը կար է թկեցի Քեզ ապար եմ էպլիկից Դե լավ, շո գաս ընկերս կտենանք մեռնում քեզ Ապե հորասնև Արա հորեմ կար անում մի ամբաղ զամաղին միլես եկնեմ սա ծնտիլ Լսում ա Երկու պետ փող առնենք, լավ Շո ես գիտեմ, դրա համար էլ ասում եմ ախպեր Ինչ եմ, ոչ, ապե կամր սոմ իմարս ներային սետ Լամիչ գասակը պարում եմ Կյանք, դե դու գնարի, ես էլ էցվեմ նա դատի գամ ընկերս ու տենանք Ինչ դատա կար Իրա դատն է, էլ ես որ ընկերս Դե դու գնարի, ես մի քիչ 10-ով կեք ունեմ, վերջացնեմ տերան գիտի Լավ, երեք չուղարկիր անուն ասկանում Չէ, անունը հիմար ոչ մի բան, անունը ոչ պետք չտենում
Հա, այդ եմ ուզում հարցնեմ, էլի Չէ, դա մենք ենք տենում, որ ուղարկենք աշխատավարձ տան։ Հա, այնտեղ չխանգարի էլի Կարջան, ես պետք է էլի նորից աշխատեմ, հիմա ֆիզի մեջ եմ։ Հա։ Դրա համար եմ էլի ասում, թե երևում է։ Չէ, դա вообще չի երևում անունը։ Դա անունը մենք ենք տենում մի քանի օկտոբր։ Հա, մենակ դուք եք տենում։ Հա, դա գրանցման բան չկա, էլի։ Հա, այդ եմ ուզում իմանալ, եթե բանա չլինի էլի այդպես։ Որ չխանգարի ջոգմես ինչ եմ ասում։ Հա։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ բարոյթային այլ գործողություններ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ընթացակարգային նախապատրաստական աշխատանքները։ Սա իրականացվել է 2022 թվականից ի վեր ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում որպես վստահության ամրապնդման միջոցառումների մաս։ Թուրքիայում ուժի մեջ մտած նոր կանոնակարգի համաձայն այսուհետ Թուրքիայից արտահանվող ապրանքների համար որպես վերջնական նպատակակետ կարող է նշվել Հայաստանը։ Այսուհետ Հայաստանի տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնել անմիջապես իրենց անունով առանց միջնորդների։ Չինաստան մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահ Սի Ցինպինի հետ կքննարկի Իրանի դեմ պատերազմը, սակայն բանակցությունների առանցքում կլինեն առևտրային հարցերը։ Թրամփը հայտնել է, որ Իրանի հարցում Չինաստանի միջամտության կարիքը չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մենք կամ գործարք կկնքենք, կամ նրանք կոչնչացվեն, այսպես թե այնպես մենք կհաղթենք, ասել է նա։ Թրամփը հավելել է, որ Իրանի ծովային շրջափակումը շատ արդյունավետ է։ Նա կրկնել է, Թեհրանը միջուկային զենք չի ունենա։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը Թրամփը նշել է, որ դրա ավարտը մոտենում է, իսկ հարցին արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է երկարաձգել ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումները էներգետիկ ճգնաժամը զսպելու համար, Թրամփը պատասխանել է, որ կանեն ինչ անհրաժեշտ է։ Նա նաև նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չունի պայմանավորվածություն Դոնբասը Ռուսաստանին միացնելու շուրջ։ Թրամփի պետական այցը Չինաստան կտևի մինչև մայիսի 15-ը։ Սա կդառնա ԱՄՆ գործող նախագահի առաջին ուղևորությունը Չինաստան 2017 թվականից ի վեր։ Թրամփին ուղեկցող պատվիրակության կազմում են տարբեր ոլորտների ղեկավարներ, այդ թվում Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը, Tesla-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը։ Իրանում հայտարարել են, որ ամերիկյան կողմի հետ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի միայն Վաշինգտոնի կողմից մի քանի նախապայմանի բավարարման դեպքում։ Ըստ ֆարս գործակալության Իրանն առաջադրել է 5 պահանջ՝ պատերազմի ավարտ բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում, Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկում, իրանական ակտիվների ապասառեցում, պատերազմի ընթացքում պատճառված վնասի փոխհատուցում եւ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։ Իր հերթին Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտնել է, որ իրանական կողմի պահանջներն առավելապաշտական չեն։ Նրա խոսքով իրական խաղաղության հնարավոր չէ հասնել սպառնալիքների եւ հարկադրանքի միջոցով։ Պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ իրանական ծրագիրը մերժվել է, քանի որ այն չի եղել կապիտուլյացիայի առաջարկ։ Իրանն իր պայմաններն ԱՄՆ-ին էր ներկայացրել Վաշինգտոնի առաջարկին ի պատասխան, որը ներառում էր նաեւ Իրանի կողմից միջուկային ծրագրից հրաժարում։ ԱՄՆ նախագահն անընդունելի էր որակել Իրանի պատասխան առաջարկը։ Քուվեյթը հայտարարել է, որ մի խումբ իրանցի զինվորականներ փորձել են ներխուժել երկրին պատկանող Բուբիյան կղզի։ Ըստ երկրի պաշտպանության նախարարության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված 6 անձ փորձել են ծովով մուտք գործել երկիր։ Նրանցից 4-ը ձերբակալվել են, 2-ը փախուստի դիմել։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 1-ին։ Ըստ Քուվեյթի ներքին գործերի նախարարության ձերբակալված ռազմածովային սպաները գտնվել են ձկնորսական նավակի վրա եւ խոստովանել են, որ ԻՀՊԿ-ն իրենց առջև խնդիր էր դրել ներթափանցել երկիր։ Կղզու վրա հարձակման առնչությամբ Իրանի դեսպանը կանչվել է Քուվեյթի արտգործնախարարություն։ Այնուամենայնիվ Իրանը հերքել է այս մեղադրանքները Քուվեյթի գործողությունները որակելով ոչ իրավաչափ։ Ըստ Թեհրանի իրանցի նավաստիները Քուվեյթի ջրեր են մտել տեղորոշման համակարգի խափանման պատճառով։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության գիշերը երկրի տարածքում խոցվել է գրեթե 290 անօդաչու թռչող սարք։ Կրասնոդարի երկրամասի ձեռնարկություններից մեկի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Յարոսլավլում արդյունաբերական օբյեկտ է վնասվել, Ռոստովի մարզում հողմային էլեկտրակայաններ։ Իսկ Աստրախանի գազավերամշակման գործարանում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մոսկվայի Վնուկովո եւ Դոմոդեդովո օդանավակայանները ժամանակավորապես փակվել են։
Ուկրաինան իր հերթին հայտնել է 100-ից ավելի ռուսական ԱԹՍ խոցելու մասին։ Կրիվոյ Ռոգում կա 2 զոհ։ Հարվածի տակ են հայտնվել նաև Խարկովը, Սումին։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ ռազմական գործողությունների 1 օրը Կիևի համար արժենում է մոտավորապես $450 միլիոն։ Իր հերթին Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ Ռուսաստանը ձգձգում է հազարը հազարի դիմաց ձևաչափով գերիների փոխանակումը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սյուզաննա Չրաղյան։ Մեկ բաժակ սուրճ օրը առույգ սկսելու համար, մի քիչ թղթաբանություն ու շրջայց հիվանդասենյակներով։ Կապանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պատերը Հասմիկ Խաչատրյանի համար հարազատ են արդեն 17 տարի։ Ծանրանալու ժամանակ չեն ունենում, ամսական այստեղ մոտ 35 բալիկ է լույսաշխար գալիս։ Մանկաբարձություն պետք է լինի շատ հմուտ, պետք է լինի շատ փորձառու, որպեսզի կարողանա հսկի հղին եւ ճիշտ ժամանակին, եթե որևէ շեղում նկատի հղի մոտ ճիշտ ժամանակին տեղյակ պահի իր բժշկին։ Ես չեմ փոշմանում իմ ընտրության համար, որովհետև ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում եւ շատ նվիրված եմ իմ գործին։ Մի կողմից հոգեբանորեն խոցելի վիճակում հայտնված կինը, ում համար ծննդաբերությունը թեև բնական, բայց անկանխատեսելի գործընթաց է, մյուս կողմից նորածինը, մարդկային երկու կյանքի համար պատասխանատու լինելը հեշտ գործ չէ։ Այո, լինում են շատ դեպքեր, երբ հղիները գալիս են վախեցած եւ նրանց թվում է թե ծննդաբերությունը այո շատ վախենալու ինքը ինչ որ շատ վախենալու process է եւ նրանք գալիս են շատ մտորած, մտորումների մեջ են գալիս, վախեցած են գալիս եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք եւ այո ինչու ոչ մենք նաեւ շատ լավ հոգեբաներ ենք եւ կարողանում ենք հղիներին հասկացնել, հղիներին հոգեբանորեն տրամադրել եւ այո, դա մեզ մոտ ստացվում է։ Պահեստազորի մայոր հարգանք ու պատիվ վայելող բուժքույր Մելանիա Գևորգյանը իսկական երկաթյալ լեդի է։ Աշխատանքային ողջ ուղու ընթացքում հիմնական բուժառուները տղամարդիկ են եղել։ Այսօր Զանգեզուրի բնձամոլիբդենային կոմբինատի հարյուրավոր բուժաշխատողներից մեկն է։ Տարիների փորձը, կարգապահությունն ու մասնագիտական նվիրվածությունը նրան դարձրել են ոչ միայն վստահելի բուժաշխատող, այլև ուժեղ եւ օրինակելի կին շրջապատի համար։ Մեծ հոգեբանության տեր պետք է լինես, յուրաքանչյուր աշխատակցի մոտիկանաս առանձնահատուկ առանձին մոտեցումներով ամեն մեկին իր տեսակով, իր բնույթով, պետք է լինես գրագետ, մասնագետ լինես, եթե մասնագետ լինես վախենալու ոչինչ չկա, բայց մեր աշխատանքը այնպիսի բնույթ է կրում, որ պարտադիր սխալվելու իրավունք չունես երբեք։ Թող չի որ շպրտես, նույնիսկ գրես, պարտադիր պիտի միշտ զգոն լինես, ամեն ինչ կարգին տեղում լինես։ Մայիսի 12-ին նշվում է բուժքույրերի մասնագիտական տոնը, որը եւս մեկ առիթ է գնահատելու նրանց անձնվեր աշխատանքը, հոգատարությունն ու անգնահատելի դերը առողջապահական համակարգում։ Բոլորը առողջ լինեն, աշխարհը խաղաղ լինի։ Երջանկություն ընտանիքներում, մեծ հաջողություններ, թող մայրերը շատ երեխաներ ունենան, մեր երկիրը խաղաղ ապրենք։ Բուժքույրոջ մասնագիտությունը դա առաքելություն է, կոչում է եւ մեծ պատասխանատվություն եւ ես ջերմորեն շնորհավորում եմ բոլոր բուժքույրերին, ցանկանալով նրանց առողջություն, հաջողություններ, իրենց ընտանիքներում լինի անդոր, խաղաղություն եւ թող բոլոր բուժքույրերը լինեն հարգված եւ ինչու ոչ թող բոլորս անփորձանք աշխատանք ունենանք։ Կնոջուսերին դրված բեռը ի սկզբանե մի փոքր ավելի ծանր է։ Համատեղել ընտանիքը, կենցաղը եւ մասնագիտության մեջ հաջողելը հաճախ պահանջում է կրկնակի համբերություն եւ նվիրում։ Սակայն հենց այդ ճանապարհին են ձևավորվում ուժեղ կանայք, ովքեր կարողանում են միաժամանակ լինել հոգատար մայր, վստահելի գործընկեր եւ նվիրյալ մասնագետ։ Անի Գրիգորյան, Ռոբերտո Հանջանյան։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Գավառ քաղաքում է։ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում կայացած հանդիպմանը քննարկվում են մարզում մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Անդրադարձ է կատարվում բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցողների, երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հանրային տրանսպորտի, թափառող կենդանիների հետ կապված հարցերին։
Այցի հիմնական նպատակն է հենց այստեղ նախ տեղում տեսնել այն խնդիրների լուծումները, որոնք ինքս պարբերաբար բարձրաձայնում եմ, այդ թվում Գեղարքունիքի մարզում արկա խնդիրների հետ կապված, հասկանալու մեր կողմից բարձրաձայնվող հարցերի լուծումների ընթացքը եւ նաեւ մեր մարզային ստորաբաժանման աշխատանքների մեթոդաբանությանը հենց տեղում ոչ միայն հետևելու, այլ նաեւ այն կատարելագործելու ուղղությամբ հանձնարարականներ տալու Մարդու իրավունքների պաշտպանի այցը շարունակվում է Գավառի փոքրիկ իշխան ցերեկային խնամքի սոցիալական կենտրոնում։ Անահիտ Մանասյանը շրջում է կենտրոնում, ծանոթանում երեխաների կրթության եւ ժամանցի, ինչպես նաեւ անձնակազմի աշխատանքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, իրավունքի պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերին, նաեւ զրուցում կենտրոն հաճախող երեխաների եւ նրանց ծնողների հետ։ Շատ կարևոր էր այդ թվում ծնողների հետ ունեցած շփումը հասկանալու համար, թե ոչ միայն ինչպես են այստեղ մատուցվում ծառայությունները, այլ նաև նրանք ինչ կարիքներ ունեն ու բնականաբար անչափ հաճելի էր ու հետաքրքիր երեխաների ու երիտասարդների հետ շփվելը։ Կարծում եմ դա հատկապես մեր հաստատության կողմից իրականացվող մարդու իրավունքների կրթության եւ մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկումների համատեքստում ունի անչափ կարևոր նշանակություն։ 2024 թվականից մինչ օրս մենք ամեն տարի իրականացնում ենք երեխաների իրավունքների իրազեկման արշավ, ելնելով մարդու իրավունքների պաշտպանի ռազմավարությունից։ Եվ այս արշավի ընթացքում մենք ձեռք ենք բերել բազում հմտություններ, ինչպես այդ արշավները իրականացնել, որ մատչելի կլինի երեխաների տարիքային առանձնահատկություններին։ Ստեղծել ենք տարաբնույթ խաղեր եւ շուտով կկայանա Իմ իրավունքը խաղի շնորհանդեսը, որը այս տարի ենք ստեղծել։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումը ցերեկային խնամքի կենտրոնի սաների համար հնարավորություն է բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, խոսելու իրենց հետաքրքրությունների մասին։ Անահիտ Մանասյանի հետ զրույցն անկաշկանդ մթնոլորտում է անցնում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։ Մայիսի 12-ին համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անչափահաս 2 պատանիներ 12-ամյա մի տղայի հայհոյել ու ապտակել են, նվաստացրել են նրան եւ այդ ամենը նկարահանել բջջային հեռախոսով։ Հետագա միջոցառումներն իրականացվել են մանկավարժների հետ ակտիվ համագործակցությամբ։ Արդյունքում 14-ամյա 2 պատանիները հայտնաբերվել եւ տեղափոխվել են համայնքային ոստիկանության բաժին։ Կազմված փաստաթղթերն ու առգրաված բջջային հեռախոսը, որով կատարվել էր դեպքի տեսագրությունը, ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։ Նման դեպքերը գտնվում են համայնքային ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում։ Անչափահասների նման դրսևորումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները համագործակցում են մանկավարժական կոլեկտիվների հետ, սակայն շատ կարևոր է նաև ծնողների եւ ընդհանրապես համայնքի բոլոր անդամների ակտիվ ներգրավվածությունը։ Մայիսի 11-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է ՎԱԶ-2121 մագնիշի ավտոմեքենայի վարորդը շանը մեքենային կապած վարում, կենթանու նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։ Նույն օրը Արտաշար գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, տղամարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։